Կրծքագեղձի պտուկները ջաքել են։ Ինչ անել։ Եթե դուք նոր եք սկսում կրծքով կերակրել եւ ձեր պտուկները ջաքել են 100%-ով, դուք սխալ եք կրծքով կերակրում։ Այսինքն երեխան կպչում է այստեղ եւ ֆիզիկապես կծում է պտուկը։ Իսկ պետք է, որ նա ծծի հենց այստեղ։ Եվ պտուկը գնում է լեզվի արմատային հատվածը ու ձեզ այդքան ցավոտ չի լինում։ Կարևոր է։ Ուղղեք կրծքով կերակրելու դիրքը, օգտագործեք լանոլին պարունակող միջոցներ եւ լավ փոխեք կուրծքը։ Հիշեք, որ վնասված կրծքով կարելի է կերակրել եւ պետք է դա անել, որովհետեւ լավագույնս կաթը դուրս է բերում հենց երեխան։ Ուստի դուք մոտեցրեք, ցավն արդեն այս տարբերակում բութ է եւ տանելի։ Հաշվեցիք մինչև 10։ Ցավը պետք է անցնի։ Դուք ճիշտ եք կրծքին մոտեցրել։ Եթե ցավը միևնույն է կա եւ դուք զգում եք պտուկը, ապա հանեք կուրծքը եւ նորից մոտեցրեք։ Բայց եթե այս տարբերակով էլ շատ է ցավում, ժամանակավորապես օգտագործեք կրծքի բարձիկներ։ Երբ կրծքին մոտեցնելը արդեն կարգավորված է եւ դուք հանգիստ կերակրում եք կրծքով, բայց հանկարծակի ուժեղ ցավ առաջացավ, իսկ գուցե նաեւ ջարդ դա նշանակում է, որ կրծքի սնկային վարակ կա։ Շտապ դիմեք մասնագետի։